Այս օրերին Հայաստանում գտնվող Կիոկուշին կարատեի միջազգային պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեվիդ Պիտկոլին եւ համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովին ուղեկցում է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության ղեկավար կազմը։ Պետք է լինի այնպես, որ Թուրքիան էլ ճանաչի ցեղասպանությունը, ինչպես որ ճանաչեց Գերմանիան հոլոկոստը։ Եկել ենք այստեղ մեր արտասահմանցի գործընկերների հետ։ Ցեղասպանության նահատակների հիշատակը ոգեկոչելու եկած գործընկերների խոսքով սպորտի ուժը միայն հաղթանակները չեն, այն միավորում է մարդկանց ու դարձնում մեկ բռունցք, մեկ միասնական գաղափարի շուրջ։ that 1915 թվականի ցեղասպանության ժամանակ ավելի քան 1.5 միլիոն հայ է զոհվել։ Դա սարսափելի է։ Աշխարհում էլի են եղել ցեղասպանություններ։ Հույս ունենք, որ մարդիկ դարձի կգան եւ կմտածեն միայն խաղաղության մասին։ think of peace. Сегодня мы возложили цветы. Մենք էլ ծաղիկներ խոնարեցինք պատմության ամենաանմարտկային որոշագործություններից մեկի զոհերի հիշատակին։ Սպանվել է 1.5 միլիոն հայ։ Ծաղիկների այսքան չափն ու այս օրերին մարդկանց չդադարող հոսքը խոսում են այն մասին, որ ոչինչ չի մոռացվում, որ հայերը գիտեն հարգել իրենց անցյալն ու պատմությունը։ Մենք միասին ենք, մենք ձեր կողքին ենք։ Շատ ցավալի է, որ նման երևույթ է տեղի ունեցել։ Ժողովուրդները պետք է միշտ հիշեն ու դատապարտեն դա, որպեսզի այլևս չկրկնվի։ Ես պատկերացնում եմ, թե սա ինչպիսի խորը ցավ է, ու Աստված չանի, որ որևէ ազգ դա եւս մեկ անգամ վերապրի։ Կիոկուշին կարատեի համաշխարհային դեմքերը Հայաստանից հեռանում են մեծ տպավորություններով։ Մեր երկիրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է լինել ոչ միայն բարձրակարգ մրցելույթների հարթակ, այլև մի վայր, որտեղ հաղթանակները չափվում են ոչ միայն մեդալներով, այլև մարդկային արժանապատվությամբ։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։